Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման ուղղված քայլերի շարունակականությունը Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների առանձնազրույցի առանցքում է։ Տարածաշրջանային նշանակության կարևորագույն հարցերից զատ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության հետեւողական զարգացումն ու ընդլայնումը։ Առանձնազրույցին հաջորդել է Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։ Վրաստանի վարչապետը շեշտել է, որ երկու երկրներն ունեն բարեկամական կապեր, որն էլ ռազմավարական հարաբերությունների հիմքն է։ Համագործակցության այս մակարդակը թույլ է տալիս ապագայում մեծ հաջողության հասնել միասին, ուժեղացնել մեր երկրները, մեր համագործակցությունն ավելացնել։ Մենք պետք է համոզվենք, որ այս համագործակցությունն ամրապնդվում է։ Շատ ուրախ ենք, որ մեր երկրների միջև բազմավոլորտ համագործակցություն ունենք, համագործակցություն, որը մեր գործընկերության խորացմանն է նվիրված։ Հայաստանը կայուն կերպով առաջին եռյակում է Վրաստան այցելուների իմաստով, իսկ առևտրաշրջանառությամբ առաջին տասնյակում է։ Մենք սերտ համագործակցություն ունենք կրթության, մշակույթի, ժողովուրդների միջև կապերի բնագավառներում, ռազմավարական հարաբերությունների ոլորտում եւ սրա հիման վրա բոլոր ուղղություններով գործակցությունը խորացնելու ներուժ ունենք։ Միևնույն ժամանակ շատ կարեւոր է, որ մենք պահպանենք խաղաղությունը տարածաշրջանում եւ մենք շատ ուրախ ենք, որ վերջին ամիսների միտումները մեր տարածաշրջանում այնքան կարեւոր եղան եւ կարեւոր եղավ պատմական համաձայնագիրը, որը դուք եւ Ադրբեջանը ստորագրեցիք։ Այս ամենն իհարկե շատ լավ հիմք է ընձեռում մեր տարածաշրջանի մասին ավելի լավ հոգ տանելու համար։ Մենք պետք է համոզվենք, որ մեզնից կախված ամեն ինչ անում ենք տարածաշրջանի զարգացման համար։ Վրաստանի վարչապետը շեշտել է, այս ձևաչափը ավելի կխորացնի երկու երկրների կապերը։ Նա Հայաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ անձնական ներդրման համար։ Նիկոլ Փաշինյանը վրացի պաշտոնակցին շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ցուցաբերած շարունակական աջակցության համար։ Մենք հիմա տեսնում ենք եւ զգում ենք Վրաստանի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի եւ տնտեսական կապերի զարգացման ճանապարհի եւ ավելին ասեմ, անկախությունից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան գնացք չէր մտել, բայց հիմա Ադրբեջանով, բայց Վրաստանով գնացքներ են գալիս Հայաստան եւ նաեւ հույս ունենք առաջիկայում նաեւ Հայաստանից արտահանումներ կիրականացվեն գնացքով, երկաթուղով եւ իհարկե այս գործում անգնահատելի է ձեր աջակցությունը։ Բայց նաև ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք այն մեծ հնարավորությունների վրա, որ բացում է մեր տարածաշրջանի համար։ Իհարկե հիմա միջազգային իրավիճակը շատ բարդ է եւ մեծ առումով տարածաշրջանային իրավիճակն է շատ բարդ, բայց մյուս կողմից մենք հույս ունենք եւ համոզված ենք, որ ամեն դեպքում ռազմավարական առումով տարածաշրջանային ընկալումը շատ կարեւոր է եւ մենք պետք է մեր ռազմավարությունները կառուցենք, իհարկե յուրաքանչյուրս մեր օրակարգ ունենալով, բայց ակնհայտորեն տարածաշրջանային ընկալումը հնարավորությունների, մարտահրավերների, ռիսկերի շատ կարևոր է։ 2021-ին Հայաստանի կառավարության ծրագրում ի հայտ եկավ մի հասկացություն, որը անվանում են տարածաշրջանացում, նշել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ այս առումով Վրաստանի հետ հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն։ Վերջին տարիներին եւ Վրաստանի աջակցությամբ եւ այդ գործում Վրաստանի դերը չափազանց կարեւոր է, մենք փորձում ենք նաեւ խորացնել եռակողմ համագործակցություն տարածաշրջանային Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև եւ կարծում եմ սա էլ մի ուղղություն է, որը շատ մեծ հեռանկար ունի եւ ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք հնարավորություն կունենանք այս առումով նույնպես որոշակի զարգացումներ ունենալ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը իհարկե լավարկում է մթնոլորտը մեր տարածաշրջանում, մենք հույս ունենք, որ Վրաստանը նույնպես կկարողանա հասնել կարգավորման եւ մենք ինչպես նախկինում հիմա էլ հանդես ենք գալիս միանշանակ եւ աներկբա Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության աջակցությամբ եւ գիտեք շատ ենք մենք խոսել եւ խոսում դրա մասին, որ մեր ժողովուրդների միջև կան շատ ջերմ պատմական կապեր, ինչը շատ էական եւ կարեւոր արժեք է։
Նիստի ընթացքում քննարկվել են տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում համագործակցությանն ու հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը միտված քայլերին։ Վարչապետ Փաշինյանը Վրաստանի գործընկերներին մանրամասներ է ներկայացրել TRIP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Նիստից հետո երկու երկրների վարչապետները ստորագրել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը, ապա հանդես եկել հայտարարություններով։ Մենք տեսնում ենք, որ բարդ իրավիճակ է մեր շուրջը, հատկապես այս ամենի ֆոնին շատ կարևոր է ավելի խորացնել համագործակցությունը։ Մենք կապված ենք պատմական բարեկամական կապերով մեր երկրների, մեր ժողովուրդների միջև, եւ սա հիմք է ծառայում ռազմավարական գործընկերության համար Հայաստանի եւ Վրաստանի միջև։ Այս բարեկամության հիմքում փոխադարձ հարգանքն է ընդհանուր շահերը։ Ես կրկին առիթն օգտագործելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին աջակցելու համար, մեր ազգային շահերին հարգելու համար մեր շահերը, հատկապես երախտագիտություն եմ հայտնում մեր տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանն աջակցելու համար։ Հանձնաժողովի նիստի շրջանակում էլ ես գործընկերոջս շնորհակալություն հայտնեցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Վրաստանին աջակցող բանաձևին սատարելու համար։ Վրաստանի վարչապետը կարևոր է համարել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը, նշելով, որ իրենք ջանք չեն խնայի տարածաշրջանի խաղաղաշինությանը եւ կայունությանը շարունակաբար աջակցելու հարցում։ Հայաստանի վարչապետը գործընկերոջը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ցուցաբերած աջակցության համար։ Խոսելով հանձնաժողովի նիստի մասին ընդգծել է. «Ընկալումն այն է, որ քաղաքական օրակարգերի առանցքային նպատակը տնտեսական արդյունքներ եւ զարգացում ունենալն է»։ Իհարկե Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը խորանում է, զարգանում է եւ կառուցվում է արդեն հաստատված երկարատև ավանդույթների վրա։ Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանի զբոսաշրջիկների համար Վրաստանը եղել է, կա եւ շարունակում է մնալ ամենասիրված ուղղություններից մեկը եւ մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանից այցելությունները Վրաստան աճում են։ Միևնույն ժամանակ ուրախ ենք տեսնել, որ Վրաստանից Հայաստան այցելությունները աճում են, եւ սա կարևոր արտահայտություն է նաեւ մեր քաղաքական ակտիվ համագործակցության։ Հայաստանը կարևորում է Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության հաստատումը։ Այս հենքի վրա է կառուցվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Ես ուզում եմ մաղթել, որ Վրաստանում նույնպես այս խաղաղության տևական արձանագրումը, կարգավորումը տեղի ունենա եւ այստեղ պետք է ուղիղ ասել, որ մենք շատ շահագրգռված ենք դրանում, որովհետեւ տեսնում ենք, որ մեր տարածաշրջանի ոչ հեշտ ճակատագիրը պատմական հաղթարելու շատ մեծ հնարավորություն կա։ Եվ այդ հնարավորությունը հույս ունենք, որ կօգտագործվի։ Նիկոլ Փաշինյանն Իրակլի Կոբախիձեին ներկայացրել է ոչ միայն TRIP-ի եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, այլև Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ տեղեկատվություն։ Մենք կարծում եմ փոխադարձաբար հետաքրքրություն ունենք Հայաստան եւ մեր տարածաշրջան Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ Եվ ելի ուզում եմ ընդգծել, նախկինում էլ առիթ ունեցել եմ ընդգծել, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների համատեքստում շատ կարևոր գործընկեր է Վրաստանը եւ այս թեմայով էլ մենք որոշակի քննարկումներ ունեցանք եւ ես հույս ունեմ, որ մենք այստեղ էլ կարողանանք համագործակցել, այստեղ էլ կարողանանք որոշակի արդյունքներ արձանագրել։ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի առաջին օրը երկու երկրների վարչապետները ոչ ֆորմալ հանդիպում էին ունեցել։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ թմբուկ է նվագում։ Պատիվ էր վրացի ընկերների հետ նվագել վրացի ընկերների համար։ Տեսանյութին կից գրել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։